ասի։ Իսկ գնալու ոնց է։ Ասեցի Տիգրան, ասեց։ Վայ շատ ուրախ եմ վրեժ ջան։ Տենց ձիերին գիտեք բնած դա ինձ, ինչ որ բան, տենց իր օրգաններից մեկը հանեց փռեց արևին։ Հիմա ես հասկանում եմ, որ այս հանդիսատեսը մենք չենք նկատում մեջքով ենք։ Լռում են էլի, ասենց, որ մեկ է մի հատ երեխա։ Պապա, այն ի՞նչ է։ Կենթարիներ ուզենք թե չուզենք պահում ենք, որովհետև գառներ է խաղում մեր մոտ, շին է խաղում, ահավ է խաղում, հատկական մանուշակում տենց նես լորեց սակոյի մեջ 10 հատ գառ է խաղում։ Այսպիսին է մեր երկար։ Մոզին իմ գոլեգան էր։ Մենք ինչու՞պես գառներին տեսավ։ Ապեր էս գառներ այսպես կանգնեցին։ Եթե երկու ականջը հետ տարավ, փախ ինչ կարաս։ Լուրջ եմ ասում։ Եթե մեկն է ոչինչ, բայց եթե երկուսն իրար հետ է տարեմ, փախի, ինգե դու սենց ասեմ, չես հասցնի փախնես։ Վախացնում ես։ Մի վախեցի այդպես չկա։ Նստի ուսումնասիրի այդ կենթանին։ Եմ ջան, ես վաղացի ակաշները կդրեմ։ Կդրեմ ոչ չպերած։ Բարև ձեզ սիրելիներ, դուք դիտում եք Խոհանոցում հաղորդաշարը։ Ողջույն սիրելի հետևորդներ, կրկին ուզում եմ խնդրել, հորդորել, որպեսզի բաժանորդագրվեք մեր էջին, իհարկե չենք մոռանում լայքել, սրտիկել, նաև ուզում ենք լսել ձեր կարծիքները յուրաքանչյուր հաղորդման մասին եւ նաև ում կցանկանայիք տեսնել հաջորդ հաղորդմանը հյուր։ Անպայման գրեք ձեր կարծիքը, մեզ համար շատ կարևոր է եւ հետաքրքիր։ Իսկ այսօրվա մեր հյուրն է դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, լավ մարդ ու մեր լավ ընկեր Տիգրան Գյուլումյանը։ Տիկ, էլի բանկար, որ ներկայացնելուց չասեցի։ Սաղ Հերիկա, չէ։ Գիտենք, որ շատ բուրըն ստեղծագործական գործունեություն ես ծավալում, կպատմես ինչ կա Սարերում։ Չնայած, որ այդ հարցը ես պետք չտայի, որտեվ ես էլ եմ Սարերում, բայց ասա, քո Սարերում ինչ կա։ Մեր Սարերում, ավելին Հանդերում։ Հանդերում։ Հա։ Գիտեք, լավ է, լավ հետարքիր է, ես չէի պատկերացնում, որ քաղաքում ապրող, որտեղ հիմնականում քաղաքից են գալիս, քաղաքում ապրող մեր հայրենակիցները այդքան շատ հանդեր են սիրում։ Ինձ թվում է անտառներ են սիրում, ծովեր են սիրում, բայց պարզվում է հանդեր են սիրում։ Ինչի համար հանդեր, որտեղ օրինակ սար, բաց, բնություն, ասենց բնության տարբեր ռելիեֆները կա ու կա բան, շատ ջերմ մշակութային միջավայր։ Այս շատ հետաքրքիր է, էլի այդ մասը, որ ասենք սկի Երևանում Երևանի քաղաքի ժողովրդին քիչ է ստացվում տանել դեպի թատրոն, ընդ որում փակ, բայց դու ո՞նց ես տանում հասցնում բյուրական, ո՞նց են, ինչին են շահագրգռվում, բնությանը, ընդհանուր առմամբ։ Եթե անկեղծ ինձ թվում է հանդիսատեսին պետք է որևէ ջանք չանես, որպեսզի որևէ տեղ տանես, որովհետև հանդիսատեսը նախ եւ առաջ մարդ է եւ թատրոնը մշակույթն էլ նաեւ ժամանցի տեսակ է, ինչքան էլ մշակութային ու արվեստի, նաեւ ժամանցի տեսակ է։ Ժամանցի այդ տեսակն է, որտեղ հիմա դու կարողանաս ստեղծել մի ժամանցի վայր, տեսակ, որտեղ մարդը, այս դեպքում հանդիսատեսը, ռեալիզացված զգա իր ժամանակի մեջ, այդ ժամանցի հետ եւ բավարարված զգա։ Այս դեպքում պետքա ոչ թե դու համոզես հանդիսատեսին, այլ պետքա մի քիչ շատ ճանաչես հանդիսատեսին, թե ինչ է ուզում ինքը։ Բայց եթե շատ գնում ես նրան, թե ինչ է ուզում ինքը եւ գնում ես այդ էսթետիկայի, սցենարային, բեմադրության, հասկանում ես, որ ինքը կարող է շատ նաեւ էժան բաներ ուզի։ Այս դեպքում փորձում ես դու, որովհետեւ ոչ բոլորն են, կարողանաս ֆիլտրել մի դաշտ, մի թեմա, դնել սահմաններ, որտեղ որ բոլորի համար հետաքրքիր կլինի։ Եվ այդ առումով հասկացա, որը մեր հանրությանը, մեր ժողովրդին հետաքրքիր կլինի, եթե ոչ այն պատմությունները, ինչը հայի մասին է։ Հայի մասին է, ու հենց այդտեղ հասկացա, որ հանդարտը ունի սահմանափակում, շատ բարդ առանց էլ ինքը միջավայրը այնպիսին է, որտեղ դու պայմանականություն չկա, ամեն ինչ ռեալի մեջ է, եւ այդ ռեալի մեջ էլ դու մի հատ էլ դնում ես սահմանափակում, որ մեր ներկայացումները պետք է լինի միայն հայ դասականներ, հայ ստեղծագործողների ու հայի մասին ներկայացումներ, բացառվում է, չի կարող մեր մոտ լինի օտարազգի, ինչքան էլ մեծ ու կարևոր գործեր լինեն բեմադրություններ։
ու այստեղ հասկացա, որ շատ կպավ հանդիսատեսի սրտին, հետո մյուս կողմից արդեն ավելացավ բնության, որը իր մեջ ունի ամենաուրիշ գաղտնիքը։ Բնություն դուրս են գալիս, դուրս արդեն բնությունն է, մի քիչ էս կողմ են կողմ։ Բայց այս բնության մեջ ի տարբերություն փակ թատրոնի ամենակարևոր շեշտադրումը կար, ով բոլորը կհաստատեն այդ, կա անսահման ազատություն։ Հանդիսատես իրան ազատ ազգում, այդ պատերի, մյուսի ու այս ազատության մեջ, բնության մեջ, նաև այն թեմաները, որը հուզում է բոլորիս, մեր սիրո, մեր ապրումների, մեր ցավերի, մեր կորուստների, մեր ուրախությունների, մերի մասին, ինչ կա, դրա մասին ենք խոսում, կատակի լեզվով, հուզմունքի լեզվով, տարբեր լեզուներով, բայց հասկանալի ու պարզ, մարդկային լեզվով։ Տեղի ունենում այդ երկխոսությունը հանդիսատեսի ու ստեղծագործողի։ Հենց տեղի ունենում այդ երկխոսությունը, ինքը դուրս է գալի արդեն, հա, լավ էր, հենց ինքը հանդիսատեսն է բերում մյուս հանդիսատեսներին, մենք ջանք չենք թափում։ Երևի թե ամենավատ մարքեթինգը գովազդների դնելու, տարածելու, ռիլեր սարքելու, պոստեր դնելու, ռեկլամներ անելու, շատ նենց սովորական միջին մակարդակի, բայց ամենաշատը տարածում է, երբ որ տեսնում ենք, թե այդ մի որևէ բան, երբ որ դնում ենք էջին պոստ բան, թե 2-3 հազար, 300, 500 անգամ մարդիկ տարածել են դա։ Ամենաշատ, և տակը գրված է ստատուսներ, գրված է վերաբերմունքներ, խոսքեր, որը նաև սա իմ համար ամենակարևոր միջոցն է և դարել է միշտ այդ կարևոր բանը, որպեսզի ապահովես այն զգայական դաշտը, որպեսզի նույն հանդիսատեսը դա անի, որովհետև դրա շնորհիվ է ապրելու։ 4-5-6 ներկայացում լավ գովազդից հետո, եթե չբավարարվեց, էլ չի հաճելու ներկայացումը։ 4-5-6 ներկայացում հետո ինքը կանգնելու է, եթե հանդիսատեսին չբավարարեց։ Իսկ եթե բավարարեց ու ինքը գնաց հետո իր անկերոջ ձեռքը բռնեց իր կոլեկտիվի, մյուսի, ձնագնդիկի էֆեկտով սկսում է մեծանալ ու ստեղծվում է այն, որ հասկանում ես, որ դու մի արժեք ես ստեղծել, որ պետք է երևի մարդկանց։ Սա է գաղտնիքը, որտեղ գաղտնիք չկար։ Սուպեր։ Քանի որ բացօթյա է, դե թատրոնի մեջ փորձ ունես շենքի մեջ։ Ինձ հետաքրքիր է, այտենց տեխնիկական լուրջ խնդիրներ եղել են ու սկզբում, ոչ թե հիմա արդեն հասկանում եմ, որ հիմա լրիվ տեխնիկական խնդիր միայն լինում է բնության հետ կապված, տեխնիկական չի, բնական խնդիրներ ենք ունենում։ Բայց հանդիսատեսը փառք Աստծո դա գիտակցում է ուր է եկել եւ իր ձևաչափով պետք է նայի, եթե այսպես ծածկեր անեմ, փակեմ, պատեր դարձավ թատրոն։ Եվ շատ ըմբռնումով է մոտենում, սկզբից մի տեսակ տարօրինակ էր։ Ես միշտ ներողություն եմ խնդրում հանդիսատեսին բնության կողմից, արևի կամ ու անձրևի, որ անսպասելիորեն կարա լինի, եւ մենք պատրաստ լինենք, եթե անհամատեղելի անձրև սկսվի, մենք դադար կտանք, վերևը սրճարան ունենք, տենց սպասասրահ ունենք։ Բարձրանանք, սպասենք, անձրևը կկտրվի, կշարունակենք։ Եթե համատեղելի լինի, այդ մեղմ անձրևը դաժե հաճելի լինի, կշարունակենք տենց խաղալ։ Շատ ըմբռնումով է գնում։ Իսկ շատ է եղել տես դեպքեր, որ օրինակ աչքին ներկայացման ժամանակ լավ հեղեղ գա, անձրև գա։ Շատ չէ, որովհետեւ ես Ագնեսի պատմությունով գիտեմ, որ մի հատ այնքան ուժեղ ա եղել, որ կանգնել են ու հետո տենց այն որ ասում է զախլիոստով էլի շարունակել են։ Շատ չէ, ինքը տարվա մեջ 2-3 անգամ լինում է, փորձում ենք այսօրվա ժամանակակից տեխնոլոգիաները մոտ 85-90% կարողանում են ճիշտ դիագնոստիկ տալ եղանակային տեսության հետ կապված, մեր հանդիսատեսը գիտի, ու երբ որ տոմսը առնում է նաև հայտարարություններում կա եւ նաև մեր ադմինիստրացիան տեղյակ պահում, ու դե մենք կարող ենք 10 օր կառավարել եղանակը մոտավորապես, դրանից հետո մի քիչ արդեն շատ կոֆե բաժակ նայելու վիճակա։ Հանդիսատեսը գիտի, եթե մոտենում է օրերը ու իսկապես լինում է այդ ժամին հեղեղ անձրև, մենք ներկայացումը հանում ենք, օր ենք նշանակում։ Փոխում եք օրը։ Հա, հանդիսատեսի բոլորի հետ ունենք կապ, հեռախոսահամարներ, ցանկում ենք, որ այսօրը դուրս է եկել, տեղափոխվել է մի շաբաթ հետո, կամ եթե ձեզ հարմար չի, ձեր տոմսը ուժի մեջ է հանդարտում ցանկացած ներկայացման համար։ Ձեր դահլիճ ինչքան հանդիսական է։ Մենք ունենք։ Ես հասկանում եմ, որ անսահմանափակ դահլիճ է ձերը, որովհետև հետևի պատճկա, կողքերի պատճկա, հանդը ինչքան ուզես կլինի։ Այս դահլիճը սահմանափակ է, որովհետև դահլիճը կարևոր է, այս ֆորմատը կարևոր է կամերայնությունը լինի, որպեսզի կարողանաս նաև
ասելի այդ խոսքը թերադիտակով չնայես։ Կոնտակտը։ Հա, ամենափոքր դահլիճը 400 տեղն է, ամենամեծ դահլիճը 800։ Սուպեր։ 3 դահլիճ։ Հետո դու մոռանում ես, ես էլ եմ խաղացել, է։ Չգիտեմ, նոր բաներ եկա չեն իմ։ Այ շատ ուզում եմ պատմեմ։ Բա ասա, մեր բարի կենթանի հետքերով էսպես ներկայացում ունեինք։ Հիմա այս տարի պետք է խաղանք Վաչեն Երիցյան զբաղված Ամերիկայի աչքա, որ գա վերականգնենք խաղանք։ Ներկայացման հանդարտի ներկայացումների միֆը կամ հետաքրությունը կամ այս բանը իմիջալուց էս վերջերս լրիվ պատահական պարզվեց, կներեք անցման եմ, պատահական պարզվեց, որ գիտական զեկույց եղավ հանդարտի ու հանդարտի բեմադրված ներկայացումների մասին, թատերական գիտական, տպվեց դրսի մամուլում ու այնտեղից հայտ եկավ ինձ նամակով, որ այս ձևաչափը աշխարհում առաջի անգամ է եւ առաջարկում են պատենտավորել եւ այդ Գինեսի գիրքը չգիտեմ, այս դրա մեջ գրանցեն որպես նորովի թատերական ուղղություն։ Թատրոնի եւ կինոյի միքս, նեյրոռեալիզմ, որտեղ թատրոն, որ նայեք, բացօթյա թատրոն, անտիկ դարաշրջանից թատրոնը թիմքի վրա է ստեղծվել, բայց այնտեղ նույնպես եղել է պայմանականություն։ Բեմ բացօթյա տարածքում պայմանական խաղացել են, մեր մոտ այս բեմ հասկացողությունը, որպեսզի այդպեսին չկա, եւ տեղանքը դա մեր դեկորն է, եւ այդպեսին է սցենարները։ Մեր մոտ գյուղապետը գալիս է ձիով, հետո տենց էր, տեսարանը մեքենայով են գալի կանգնում, ամեն ինչ կրակը, չգիտեմ, մյուսը, այս լրիվ պայմանական հանդիսատեսը սենց ոնց որ թե կինո նայի, բայց թատրոն է, ոնց որ հարևանի տենց ցանկապատի ցենկում նայելն է ինչա, բայց այս սենց մի հատ ֆոկուս է ստացվել, այս պայմանականության, հա, գրեթե պայմանականության մեջ, Էմիլս խաղում է բարեկենդանի հետքերով ներկայացման մեջ ու այս հիմնական գիծը ինքն է տանում բարեկենդանի մեջ ձի ունենք, հետո ներկայատը միքսվում է խելոքն ու հիմարը, հետո դառնում է Կիկոսի մահը ու ունենք մոզի։ Մի հատ մոզի ենք առաբերել ենք, այդ մեր մոզին է։ Տանջովանք է դրածերը։ Մի հատ մոզի ենք բերել, կենտաները լրիվ ռեալ է։ Քաշում եմ չի գալի, ինքն է ինձ քաշում։ Ապա ներկայացման մեջ պետք է քաշելով բերել։ Հա, բերում է, մոզիով գալիս է։ Գալիս է, մոզի։ Այս մոզին դե բերել ենք փոքր էր։ Դե միջում ներկայացումը բեմադրինք մի քիչ մեծացավ։ Բթել են։ Հա, մի քիչ մեծացավ։ Հետո իրես տվեցինք մենակ։ Լկսվեց։ Երկու անգամ տես նորմալ մտավ, երրորդ անգամ ներկայացումն է։ Հիմա պատի սկզբից էմոն գա հետո մոզի ճոգում ենք ակառակտած են դեմը, չի գալի։ Մեկ դեմ ենք մոզի մազելում անգամ էմոնը դերից էս բանը ծերրը։ Մի կրուկ ֆրոստը բիզնես չկա։ Նորից քաշում ես չի գալի, գալուց էլ այնց է գնում։ Դու վախում եմ որ թողեմ երեխեքի վրա գնա, երեխեքն նստած են ջոգում, ես հանդիսատեսը։ Դերնի ու պոզերը բանում գնում։ Բայց պատկերացնում եմ Ես չեմ այդ մոզու հետ։ Ես օրինակ հիշում եմ քո թատրոնի առաջին քայլերը կամ միգուցե հենց առաջին քայլերը որ Սարալանջում արեց։ Հա։ Այդտեղ էլ ձիով տեսարան կար։ Ձիով տեսարան ունենք։ Ու ես էլ խառնվել էինք իրար այդ կազմակերպչական գործերին էինք ոնց ենք անելու այդքան մարդուն ոնց ենք նստեցնելու Սարալանջում է ես ու Յոժը դե գիտենք ընդեղած անձրևը բուկը քամին էլի տիկոն շատ արխային է բան ու ամեն ինչ լավ անելու մենք աստուն աղաչում ենք որ մի չանի բայց ցուրտ էր հիշում ես իգուն արդեն Անդրև եկավ, ներկայացումը սկսելուց 5 րոպե առաջ կտրվեց, հանդիսատեսի հետ մաքրեցինք աթոռները, մեկ հետ խնդրեցինք, որովհետև նոր սկսում էինք ու փորձարարություններ առաջին ներկայացումներ, հենց այդ ձևաչափի սպիտակ արևներ ներկայացումներ շատ լավ գրետան մեջ։ Ու այդ զին որ մտավ, բակ մտավ, այդ բակում արդեն բան էր, շեբեն էր գետին, էլի հող չէր։ Ձին այդ իրա ոտը որ դրեց շեբենի վրա, այդ խշխշ ինքը իրա ձենից սենց եղավ, ասինքն չվազի ստեղ հանգարց, նեղված կա, էլի, վերջը բակի մեջ ենք, էլի հանդարտի նման բաց չի որ գնա, էլի, ինձ փակը տարած կա, էլի, ասինք ստեղ պատկերացնում ես, այդ ձին խրտնի հանգարց, այդքան հանդիսատեսը, բայց էլի տակից դուրս եկանք։ Բայց все-таки ձիուն էլ է հալալ, ես գիտեմ, որ չի խրտնել այդ խշխշոցից։ Ներկայացումից ձիել կար, բրատ։ Ձիու մասին ներկայացում ենք խաղում, ցանկապատ ներկայացումն է։
գյուղապետը ձիով գալիս է ու կան բեմում այդ որտեղ որ խաղում ենք, այդ տարածքում կապում է գերանից, իջնում է, երբ մեր թեմաներն է խաղում, ինչ որ պետք է լինի տեսարանը խաղում է, հետո ճայնացած տուրից նստում է ձին գնում է 20 թիվա դեպքերը, գյուղապետը պետք է առանձնանա, ոնց որ այսօր ասենք խոսքի գյուղապետը պատկերացնում եք առանց ավտովոտով կամ չի լինում, չէ՞, այդպես։ Հիմա ամեն անգամ մի ձի ենք բերում, ձի չունենք գյուղացիներից խնդրում եմ ով ունի, տենց կանչում ենք պրակած տենց։ Վերջը։ Մի անգամ էլ տենց մի ձի եկավ, որը տենց չգիտեմ հիմա ինչքանով եթերային կլինի, բայց շատ խնդալու էր։ Տեսանա լուրջ, բան, կարևոր կտորա, սա ջղայնանում է ձին հետևի ֆոնում իր համար տենց կապած է, ու տենց ձիերին գիտեք բնազդային, տենց ինչ որ բան, տենց իր օրգաններից մեկը հանեց փռեց արևի։ Հիմա ես հասկանում եմ, որ այս հանդիսատեսը մենք չենք նկատում մեջքով ենք։ Լռում են էլի, ասեն, որ մեկ է մի հատ էլի խա։ Պապա, ինչ է։ Ուսած նայեց։ Այս ինքն։ Այդ մի բանը հաշվի չէի կարել։ Ահա որ ձին 3 հատ ոտ ունի։ Ձիում պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ սերի։ Չէ, բայց իսկականից այս ձևաչափը, որ ասեցիր նույնիսկ լավ նամակ է ստացել, իսկականից այսօր էլ եթերից առաջ իմ ընկերները հանդարտի մասին լսել են, բայց չեն եղել դրսից Եվրոպայից ամառ ուզում են գան ու անպայման ուզում են ներկայացումների մասնակից լինել։ Թնդացել եմ Իմիջիայլոց դրսերը շատ կարևորում եմ ու նաև թող այս եթերը օգնի նաև այդ շնորհակալությունը ստեղ հասնի։ Սպյուրքի ցեկած մեր հայրենակիցները մի այլ կերպ այլ որակի չափանիշների մեջ են դրա հանդարտը շատ սիրում են ու շատ շատերը գալիս են եկել ենք գնացել ենք Էջմիածին Գառնի երրորդս տեղա մեր տուրի մեր պետքա ունդեղից են տոմսերը առնում ասեմ ավելին մենք այս տարի ստեղծեցինք բաժանորդա գրային այսպես կտրոններ բավականին էժան չի թանկա բայց Սփյուռքից նամանավանդ առնում են աբոնեմենտ շատ լավ բան է մտածել առնում են տարվա աբոնեմենտ ու խնդրում եմ որ ուղարկեն Հայաստանում իրանց որևէ ընկերոջը բարեկամին էս կատարվածքով բոլոր ներկայացումներին կարող են գալ Հոյակապ բան, այն ժամանակ կար է այդ աբոնեմենտ կոչվածը, ներկայացումներ այն շատ հին թվերին էլի նկատի ունեմ։ Հա։ Մի խոսքով բանը բավականին շնորհակալություն մեր Սփյուռքի հայրենակիցներին, շատ, որովհետև շատ կարևոր է նաև իրանց ուշադրությունը եւ նաև կարևորում եմ, որ այսպիսի իրանց մի քանի օր կամ մեկ ամիս, չգիտեմ, կար ժամանակում օրեն տրամադրում հանդարտում լինելու համար։ Սուպեր, եթե արդեն տուրերի շարքի մեջ է մտել, ասում եք գնում ենք Գառնի Գեղարդսևան եւ գալիս ենք հանդարտ։ Այս առանձին որ ներքին туриզմը շատ գալիս է, մեր այդ ներքին туриզմի տուր կամպանիաներ շատ կան, որ իրանք մեզանից առանձին տոմսեր են վերցնում, ես նաեւ այդպես խթանում եմ իրանց այլ բանի, որպեսզի իրանք ոգևորվեն։ Այս ներկայացում չկա, որ 2-3 ավտոբուս բերում են Արագածոտնի տարածաշրջանը պատտում են հանդիսատեսին, դղերի եկեղեցի, չգիտեմ, Սահմոսավան, Օհանավան, մի խոսքով Արագածոտնի մարզում տուր են կազմակերպում, հետո վերջում մշակութային հագուցալուծում, մեր մոտ սնվում են, այսպես տարբեր ժամանցի ինչ որ բանի օրվա հագեցվածություն է լինում։ Քանի տարեկան է արդեն հանդարտ։ Հանդարտը Այսինքն ներկայացումը, որ ես հիշեցի, տեղից եթե հաշվենք 22 թվականն էր, եթե այդ ներկայացումը հիշեցիք, դա 21 թվականի աշնանն էր։ Հետո 22 թվականի ամռանը Բեմադրիցի հաջորդ ներկայացումը ցանկապատը։ Ցանկապատը։ Եվ այդպես Տիկե Մասկվիչը, որ Ագնեսը հերելով ֆոտո տալի։ Մինչև 24 թիվը այստեղ այնտեղ եւ այլուր պատտվել ենք, թափառել ենք։ Սրա այգում, նրա այգում, ես մեկին խնդրել, ես մեկի Սարում ձորում թափառաշրջիկ թատրոնի աթոռներ, բաներ, մի խոսքով շատ բարդ էր։ Նա տեխնիկական շատ խնդիրներ ալին։ Մինչև Սամոսավանում մի հատ հետարքի պատմության հանդիպեցի, շնորհակալություն այդ մարդուն։ Եկեղեցու բակում մի տարածք կար, չեմ ուզում անունը հնչեցնեմ։ Մարդիկ այդտեղ գնում են համել տենց ինչ որ զաքսի արարողություն են անում, սեր են խոստովանում, փոքր ֆուրշետներ են անում այդ եկեղեցու բակում։ Շատ սիրուն, շատ լավ տեղ է, այդտեղ խաղում ենք։
Մի օր ներկայացում հադրած, այդպես պետք է խաղանք դրանից մի օր առաջ այդ սեփականատերը զանգեց, ասեց Տիգրան ջան, վաղը դուք ներկայացում ունեիք, չէ՞ հա։ Հա, դե ուզում եմ ասեմ վաղը չգաք, վաղը ստե նշանրեք հալնելու։ Որը լավ էլի։ Ստոնցեր ծախված։ Ինչ։ Ասում մարդիկ եկել են հողոմուտ նշանրեք եմ խոստովեմ Տիգրան Բատանի կամ կլինի չէ դուք սպասեք իրանք կանեն բրսնեն հետո ձեր թադրոն մադրոնը խաղալ ես խոսում հա վերջո դա եկա պատմություն բան պարզվեց ինչ կան որ ես իրան վճարում եմ պիտի 5 այդքան վճարեի որ նշանրեկը չհամաձայնվեր ու ես այդքան վճարեցի որ ինքը նշանրեկը չհամաձայնվեր ու այդ օրը դարձավ ինձ համար կարևոր պայման որ ես պետք է արագ գտնեմ տարածք, որտեղ լինի հանդերում, որտեղ լինի առանձին, այս ֆորմատը ու լինի հանդարտ։ Ու լինի հանդարտ։ Դա եղավ 23 թվականի նոյեմբերի, 24 թվականի ապրիլի 1-ին ստացանք հոսանք, առաջինը դեռ սարերում ոչ հոսանք կա, ոչ ջուր կա, ոչ մի բան։ Ստացանք հոսանք 24 թվականի ապրիլի 1-ին ու մի կողմից խաղում ենք, մի կողմից շինարարություններ, մի կողմից խաղում ենք, մի կողմից այնց ինչև էս պահը։ Շատ լավ է։ Ընտիր։ Հիացմունքի խոսքեր։ Իսկական է։ Գիտեմ որ նոր ներկայացում եք պատրաստում ու լսել ենք որ գիշերային ժամերի է լինելու։ Ոնց հասկացած բնության ամեն ինչը ոնց ստացվում է օգտագործել եք, հիմա էլ գիշերային ժամի եք օգտագործում։ Մի փոքր էքսկուրս այս նոր ներկայացման մասին։ Հիշում եք սկզբից ասացի որ պետք է լիներ միայն հայկական թեմա։ Մեր հայկական թեմաներին ինչքան էլ որ անդրադառնում ենք ու նաև սարեր ու բան, սենց տենց ստացվում է պատմությունները գյուղի մարդու, գյուղացի ու հա սենց շատ լավ է դա մեր չեն կարող փախնել, մեր ինքնության մի մասն է, հա, գյուղի։ Բայց ես ուզում եմ մի ներկայացում, որտեղ տարբերվեր իր ձևով, իր մտածելակերպով, իր մոտեցմամբ, բայց չկորցներ այն ինչը որ դրված է, լիներ ռեալիզմի մեջ, նատուրալիզմի մեջ, լիներ հայկական թեմա եւ լիներ տարբերվող։ Ու երկար մտածելուց հետո հասկացա, որ այդ տարբերվող թեման Անճարեղ Թումանյանը իր Լորեցի Սակոյով տվել է մեզ։ Եվ Լորեցի Սակո պոեմը վերածեցինք բեմադրության, պիեսի, եթե հիշում եք, այնտեղ Լորեցի Սակոն խելագարվում է, երբ որ տատու պատմած դևերի չարքերի մասին է հիշում, ինքը սարերում ինքեր է գնացել է, մնացել է ոչխարապահում ու աչքին գալիս են այդ չարքերը։ Եվ այդ չարքերը, այդ դևերը, այդ վախենալու կենդանիները շատ իրական հայտնվում են մեր Սակոյի աչքի առաջ։ Թե ինչա տեղի ունենում, թե ինչպիսի ներկայացում է, ես Պետք է ուժս է դառնում։ Հատուկ գիշերով է արևը։ Եվ դա գիշերով նստածած մեկը ով Չէ, բայց այդ չարքերը ես արդեն հասկացա, այդ չարքերը ոչ թե տենց պրոստը վախենալու դևեր են լինելու, այլ կերպարներ են, հա, տենց տեսակներ են։ Միստիկա է, հա։ Ինքը միստիկա։ Մեր աֆիշի վրա հիմա շուտով կմտնի գրված է, որ կան օրինակ Սախապաստու տեսարաններ, խնդրում ենք 18-ից ներքև հղի կանանցման չի տուլա։ Այդ կարգի 18+ է էլի։ Հա, 18+ է էլի։ Դե բա գիշերը ինչ ներկայացում ես ուզում։ Չէ, բայց այդ 18+։ Օ, իմ ասած 18+-ը չի, դա ուզում ասել։ Էս ուրիշ 18+-ը, ապեր դի։ Այստեղ մի քիչ եթե կարելի է ասել, տենց 3D, 5D, 7D ներկայացում, որովհետև այն ինչը որ Լորեցի Սակոնը զգում, մեծ հաշվով տեղափոխել ենք ու կառուցում ենք այնպես, որ հանդիսատեսը զգա։ Ինչը որ բեմի վրա, ինչից որ պետք է ինքը զգա, այդ նույն զգացողությունները, թե ձայնային, թե շնչառական հոտային, թե ցնցումային, թե մյուս, այս բոլորը տարածում է այդտեղ։ Այս տարի է պրեմիերան։ Այո։ 9D է։ Գնանք վախենանք։ Շուտով։ Coming soon։ Չէ՞, տենց շուտով, հա։ Տիկ փորձերից ներկայացումներից, ես գիտեմ որ այս տարի հյուրախաղերի եք գնացել, վստահ եմ լիքը խնդալու պատմություններ կա, որ մենք Դա արդեն հենց սկսում ենք շարժվել խնդալու սկսենք էլի։ Մենք ուզում ենք մի քիչ տես լսենք այդ պատմություններից։ Հա, ես մի հատ բան ասեմ, դու այդ սկիզբ ոնց որ տամ ամեն անգամ այդ ռոլիկը որ բերում աշկիս առաջ, որ Ագնեսան այդ մասկվիչը բրթում է։ Ես ոնց է խոդն գնում այդ ավտոն։
ագրեսիվ բրտումից։ Այ աբես։ Ես չգիտեմ ինչի մասին է։ Ներկայացման մեջ այդ մեքենան է կա, էլի, այդ բացի ձիուց մեքենան է կա։ Հա, բայց Մոսկվիչ է։ Տեսանում այնպես է, որ գնում է, որ քշի, խոդի չի ընկնում։ Ու տենց ջղայնացնում ագնեսային կերպարով գնում է բրտում, ռադատ քաշի տեղից։ Ու դες բրտում է ավտոխոդի։ խոդի։ Հա, արծումն է։ Ու ինքը իր մոդելը նենց մոդել է, որ այս ամեն անգամ նայելուց ասում, բա որ խոդ չընկնի, էլի ախր ներկայացման Շատ թանկ ենք պահում մեքենայի։ Մեր մեքենան չունի գազ, ինքը բենզինով է։ Բարձրացակ լավ։ Թանգարանային նմուշ է։ Ներկայացումից առաջ մտ խոդ են տալի իսպիտանին, փորձում են բաներ անում, այդ օր Այդ մեքենան հենց այդ ներկայացման ռեկվիզիտն է, դեկորն է, ու Շատ լավն է։ բանը ստեղծված է։ Տենց գալիս է։ դե ապա Ապա։ բացի նրանից որ մեր Ագնեսը ուժեղ Մոսկվիչ ու բրտում խոդ է, Ես ինչեր անգլիսից կան։ շատ պատմություններ գիտեմ հանդարտից։ Մի երկու հատ հիշեցի, ես քո ծաղկացրել։ Շան տեսարանը, որ մի հատ շան հետ ինչ որ պիտի խաղա, այդ ուրիշ շուն է եկե։ Ու բանը։ Ինչ որ տես մի բան պատմել է Հա, ասել է։ շատ կա, մեկ է բանը։ Մի հատ որ ոչխարի պատմություն կա, որ ասում է Ապա գետը։ Հələ ասեք, էլի։ Ուրեմն ասես ֆռացից մի հատ անդամ ինձ ստեղծվեց, պապաս ասաց ես այս կվարցիրի այս բարձրահարկ, այս 13-րդ հարգում ապրողը չեմ։ խելացի։ Ես եկա այդ սարերը, այ պապ ջան, հարմարություն չկա, մի հատ քոլիկ 6 քառակ 4 էլ յոլա կտանեմ։ Մի խոսքով, դե իմ պապան ոնց ուզում է, տենց է։ Սիրում է բնությունը, սարը, հոտը, խոգի, հա, մի խոսքով։ Հիմա այս ներկայացման ընթացքում կենթարիներ ուզենք թե չուզենք պահում ենք, որովհետև գառներ է խաղում մեր մոտ, շին է խաղում, ահավ է խաղում, հատկական մանուշակում տենց նես լորոց սակոյի մեջ 10 հատ գառ է խաղում։ Այսպեսին է մեր Մասսայական Մոզին իմ գոլեգան է։ Մոզին դերա ունեցին, նրանք մասսայական տեսարաններ դերասաններ։ Ամենադաշատն է, բայց որ վերջում մեր դերական դերասաններն ասում են, նայեք, մենք վերջում ում այդ որ հաշիվները մաքրում ենք, մորթում ենք։ Վերջը, հիմա այս գառերը պապայի տնից են կապել, պապան է կերակրում։ Պուտյուրը պես պապան ուր գնում, իրանք հետևից էս գնում են։ Առանց կապի բան գնում է նստում է միտեղ պապան, շոճանակ ունեն գնում պարկում է, գալիս են պարկում են տակը։ Վերակենում գնում է, խես չէ, որտեղ գնա միտեղ հացուտի գալիս են այդ ռեստորանի դրան հայատած, ես սպասում եմ, ինչ պապան դուրս կգա։ Ինչ եղավ այդ մարդը։ Ինչ եղավ շանում պապան։ Սենց հետևից բան է գալի, շատ խնդալու է։ Այդ երկու գառը շատ փոքր է բերե։ Պապան տենց է որ կապ տալով տենց բաներ արել, էլի մեծացրել էր։ Հիմա այս բանը վրա շուն ունեք այդ ժամանակ միշտ շներին որ գառերը բաց են թողում, կապած է լինում։ Հիմա պապ մեկ տես սպասում եք ներկայացման, փորձ եք անում հատված է։ Պապան էս մի քիչ հեռվից է դաշտի մեջով էս քայլում է, հետևից գառները եթում են։ Այս կողքն է շունն է, որտեղ որ պետքա խաղա, սա էլ հաջորդ դերասանն է։ Մեկ ինչու՞ց գառներին տեսավ։ Ապեր էս գառները էս կանգնեցին։ Ունորես պապայի։ Յանի փորձը դարա։ Կարեն մատով սենց անել, էլի։ Դերասանը չի արած։ Դու ինչ շուն էլի։ Ինչ շուն արա։ Ես էլ այնքան եմ գնացեք է սաղ պիեսը անգիր գիտեմ որի տեուս այդպես դեմքով Փորձը տարա։ Ապեգատե աչուբա։ Տիկ հյուրախաղերի որ գնում եք, ինչ պայմաններում եք այնտեղ խաղում։ Այսինքն թատրոնի շենքի մեջ թե Չէ, հիմնականում թատրոնի կամ մշակութային տների։ Ինչալոց բավականին ոգևորված եմ, զարմացած եմ, կարևոր է։ Մենք հասցրեցինք մինչև Մեղրի ու Ագարա գնալ գրեթե Տաուշի մարզից բացի, Տաուշի մարզը չհասցրեցինք այս տարվա։ Հայաստանի բոլոր մարզերում եղանք, բոլոր մարզերի քաղաքներում եղանք։ Զարմացած եմ, որ այդպես ակտիվություն կար հանդիսատեսի կողմից։ Ու ավելի շատ զարմացած եմ, որ ժողովուրդ մեծ հաշվով բոլոր թատրոններն ու մշակույթի տներն պատրաստ են
հյուրընկալելու։ Աշխատում նորմալ, հա, ջեռուցվում էին, նորմալ նստարաններ, բեմ, հնարավորինս լուսավորություն, ու սենց շատ ոգևորեց։ Ներկայացում խաղալու բոլոր Հա, պայմանները բոլոր պայմանները կան։ Ունակ ագարակ գնացինք, մեղրի ագարակ, պարզվեց, որ 20 տարի ավել թատերական ներկայացում չէին խաղացել այդ քաղաքում, չէր եղել։ Իրանց համար դա մեծ ինչ-որ եսի ինչ էր։ Ոնց։ Եվ նաև շատ ոգևորված եմ, որ երևի թե դիեզակի կամ անպագորգոր չդառնա ներկայացումներից մեկն էր Նռնենին, որտեղ մենք որևէ մեկի դուռը չծեծեցինք, որ մեզ կօգնեք տոմսեր վաճառենք, հանրայնացնենք, թողեք դպրոցներում աֆիշ դնենք, ինչ կասեք։ Մենք ուղղակի պայմանավորվեցինք Դալիչի հետ, առանց որևէ մի ինչ-որ բանի շատ ուրախացի, օր ամսաթիվ, լսեցինք Դալիչի վարձակալության պայմանագիր կնքեցինք, ուղարկեցինք, մեր պոստերով դրեցինք աղվիշներ, ինտերբանով, Facebook-ի, Instagram-ի մակարդակով ու չգիտեմ, 20 օր առաջով դնում ենք, 10 օր հետո վերջացած էր տոմսերը։ Շատ լավ։ Մեծամասնությունը 2 անգամ խաղացինք Դալիչներում։ Ուֆ, Ավելացրեցիք էլի, տեսակ բանը հա, տենց շատ ուզում շատ էի։ լավ է։ Հաջորդ օրն էլ դրեցինք, կամ այդ օրը 2 հատ յոլկա դարձրինք։ Այսպես հասցրեցինք դնել ագարակ մեղրի, գորիս, ղափան, եղեգնաձոր, սիսյան, այս թևի վրա սենց արտաշատ, մի քանի անգամ հասցրեցինք դնել էջմիածին, հոկտեմբերյան, արմավիր, հասցրեցինք դնել մի քանի անգամ Գյումրի, մի քանի անգամ Վանաձոր, Հրազդան, Քյավառ, տենց էլի սա Դե բավականին շատ դու այս տարի քաղաքներ։ փաստորեն խաղալու ես, հա, այդ ներկայացումը։ Այս տարի վաչեն գա, ուզում ենք հիմա մենք Վաչեն չի երեք պետք է օրինակ խաղայինք, շատ լավ որ էր անցյալ տարի հունիսի 1-ին պրեմիերան Անո Էրիտոնը։ Հա, բայց վաչեն այստեղ չէր ու մենք ժամանակ չունեինք վաչեին փոխարինող գտնեինք, որովհետև այնտեղ են կենթաները ինչ որ կա սովոր էին վաչեին։ Օրինակ ես վախենում եմ, օրինակ այդ մոզու Ես եմ տեսարանը վախում, ես առաջի անգամ էր, բրատ, որ դες կոնտակտ Դու շնից ես վախենի, Ես ձիուց вообще էի բան անում։ Ձիու вообще նստած գայել է։ Համոզել եմ, որ վախում եմ գոնե բռնած գամ։ Ասում է, արա լավ է էլի, հա, սիրունա ոպետ հորը սարև ես ու եկի։ Ես ու եկի։ Ապեն ձիու չկասած, ձիու կապը ձեռը պայ, ես հետամ թոտա ինձ էլի։ Հատեպոտ Մի անգամ ներկայացման վաղ դերն է էլի, ինքը գիտի ոնց ինչ է, երբ խրտնում, երբ ջղայնանում ոնց է, ինչ դեմ։ Մի անգամ ներկայացման ժամանակ չկար տեր ախպեր, եկել թողե գնա վրազեր եսի, միջեր ձիուն կապել գնացել էր։ Ես պետք է արդեն բանե, լավա գոնե սովոր է, էլի, տենց եմ որ Գիտես որ զինվոր ականջները հետա տանում ինչա նշանակում, մեկն է տանում ինչա, երկու հատնա։ Տես բանը կա, ինչ չէր ես ոչ մեկ ես չգիտենք Ես զարմացած ինքնից քեզ ասեմ, եթե երկու ականջը հետ տարավ, փախ ինչ կարաս։ Լուրջ եմ ասում։ Եթե մեկն է ոչինչ, բայց եթե երկուսն իրար հետ հետա տարե, էմո, փախի, ինգե դու սենց ասեմ, չես հասցնի փախնես։ Վախացնում եմ։ Մի մատեցա այդպես չկա։ Նստի ուսումնասիրի այդ կենթանին։ Եմ ջան, ես վաղացի ակաշները կդրել։ Կդրեմ ոչինչ կտենաս։ Գնացել ճոբանի Ոչինչ կտենաս։ Ակաշները հետ չտանի։ Ոչ կտենաս, ոչ խաբար կլես, ախպեր չկա, ական ճիշտ գիտես, հետա թե առաջ։ Բնապահպանները կմտածեն ես ինչ Սով են, չէ, մենք սիրում ենք կենթանին, առավել եւս ձիուն։ Տիգրան, ծիծաղաշարժ կամ խայտարակ պատմություններ Կոկյան, ընդ որում պարտադիր չի որ դա լինի միայն հանդարտից, կարող է լինել այլ Կոկյանքի նկարանումներից, չգիտեմ, իհարկե շատ կա, նկարաններ, հարսանիքներ, որ դու արել ես տարիներ շարունակ։ Հա, հարսանիքներում դա բան էր, չէ, ինքը տենց չբեմադրված թատրոն հարսանիքի համար, չբեմադրված ներկայացում, ինքը ծես է, թատերականացված միջոցառում է, իտես աշխարհին, որ տեսեք, այս մարդիկ այդ պսակում էլ ոչ մեկ իրանց այդ գործ չունենա, ամբողջ իմաստը սա է, հարսանիքի այդ բան, ծեսի էլի, այդ զուրնադհոլի, ու այդ բանի մեջ չբեմադրված տարբերակում լիքը լինում է խնդալու տարբերակներ, ինչը տենց երկար տարիներ նաև զբաղվել եմ դրանով, մի օր
Կարծեմ պատմել եմ Անդրանիկին, բայց պատմեմ գրասենյակ ունենք, որտեղ հարսանիքներ են կազմակերպում, նստած ենք ինչ-որ բան են քննարկում հերթական հարսանիքի, որպես կանոն այդ հարսանիքները փորձում ենք սցենարներ սարքել, մի քիչ տարբերվող լինի, մի քիչ ինչ-որ համու հոտ տալ բան։ Զանգ եկավ, արով ձեզ սենով։ Մի քիչ ռուսա, որ բարբարա ռուսա, բայց ուզում է գրական խոսա, պատկերացնում եք ինչ ես չեմ կարող հիմա կրկնակի դա այդ ինչ ձևի ակցենտ է դառնում։ Հա, մեր աշխատողը բարև ձեզ։ Ուրջան ստեդ օրգանիզացիաներ, բաներ ստեդ դուք ձեր մոտ եք անում, բան։ Հա, բան լսում եմ ձեզ։ Հա, հիմա ասեմ գրի էլի մի հատ։ Մեր աղջիկը, հա, այն երկար մաշինեքից ունեք։ Հա, յո ունենք, գրանցա։ Ուրջան, բան է այդ մուզիկանտներ, բաներ, այդ հարցերը կարգավորում եք, չէ՞, սաղ բան։ Աղջիկը, հա, գրանցա։ Ուրջան այդ բանը էլի դենց այդ հաց ուտելու բանը էլի զալա մալա նստած բան ունեք դե համագործակցում ենք կարող ենք բան անել էդի գրանցա տենց արություններ կարող գումար գրանցին ակուրջան այդ ծաղիկ մաղիկների բաների մոմենտները էլի տենց այդ բուկետա բամատս դառը Վերջում դե ասի արծուպես ամնեք հա ոչ դա էլ գրանցեցինք հա Գուրջատերտերի մերտերի բանի այդ մոմենտները կարում եք չէ տենց բաներ այդ եկեղեցիա բան այդ պահերը բաները սա դա որ եք բան արեք Դե ասում ենք հա դրանց հետ համագործակցում ենք այդ մարդկանց հետ ենք համագործակցում գրանցում ենք դուք կաս հա դե բան sense մի խոսքով էս բոլորը ասես բրծավ հետեւաբար մեր աղջիկը հաջորդ հարցը պետք է ինչեր իսկ որորն հա ասես կներեք իսկ որորն հա որորը պետք է բան անենք միջոցառումը սպաս Հարա մեռնեմ քեզ ցավը տանեմ վաղը դեպի պանիխիդանը լի մյուս օրը թաղումը Չես նայում ենք իրար մի րոպե բայց քեզ զանգեմ մեզ հետո դա այդ բանկա չէ սփյուր դե բանը այնտեղ իմ արևին բանեմ գիծեմ վերցրեք այդ որ ցանկացած միջոցառումներ կազմակերպելու համար որտեղ չեն նշում անուն առաջին տալիս են մեր այս զագել օրգանիզացիա է ուզել չի նշել ինչ մեր համարն են տվել բայց հիմա իմ համար աբսուրդ է նա որ այս մեր ծեսերի մեջ ու մեր արած ինչքան նմանություն Չի ասում լիմուզին թե կատաֆալ կա, ասում է երկար ավտոյություն է։ Լիմուզին ասի արդեն օքեյ, բայց երկար ավտո։ Այդպես չի ֆիքսել։ Դες նայում ենք արածում ենք պատկերացնում Նյուժել այդքան նմանություն։ Զուրով դոլով է դու եք ասեով։ Նյուժել այդքան նմանություն կա այդ երկու ծեսերի։ ֆինալներ էի նայում, այն որ վերջում հարս ու փեսեն ունեք խոսքի հետի։ Մեկ է բանն է։ Փեսեն կա հարցն ենք որ հարցը խոսքի որորն անելու վաղը։ Խոսքի այդքան բանը վաղը։ Արա թող վաղը լիներ էլի մի բան կանեին։ Մի բան կանեին, կա։ Սենտ ասեմ Ջուլիետա Ստեփանյանի հետ նստել եւ գնալ 400 կիլոմետր հայաստանյան ճանապարհներում ինքը արդեն ծիծաղել է միջև վերջ իր հսկայական անցումները լուրջից անլուրջից լուրջ իրացեց անընդհատ ծիծաղել բաներ կա բայց իրա դարձային է ինչ որ ասում եմ հիմա ասեց կախեց ոտս ուզում հիշեմ թե ինչ կար լավ այդպես որը պատմելու չի։ Ինչ կարա անի ինքը։ Ընդհանուր առմամբ կազմը հենց բոլորն էլ այտենց շատ վառ կերպարներ ու վառ մարդիկ են, էլի։ Այո, վառ մարդիկ են։ Ամեն մեկ անհատական այտենց ամեն մեկը մի անհատական մի բան վերում է հատես օր չկա որ ասենց լիքը չծիծաղենք, հիմա թե ինչի համար էս պահին չեմ կարող վերարտադրեմ թե ինչի վրա։ Հետո գիտեք ինչ նորից եմ ասում Ինձ համար տպավորությունը շատ, երբ որ սյուժետային գծի մեջ էս պատմությունը գալիս է ինչ-որ իրավիճակային ու խնդալու է լինում։ Հա։ Հիմա ասենք խոսենք երկու բառ կասենք, ծիծաղենք այդ բառի վրա կամ սենց անցնում է, բայց այս պատմության առումով էլի տենց գալու եմ հետ դառնամ հարսանիքներին։ Ահա։ Մեր մի դաժան պատմություն եղավ, հետաքրքիր պատմություն է։ Ես մի օր որոշել եմ դրա մասին հենց այդ պատմությունը նովել գրել։ Բայց հետո ինքը այտենց որ ամբողջ օրը ամփոփեցի թե ինչ տեղի ունեցավ ինչ որ նկարահանում էր սերիալի ինձ զբաղված էի ու չգիտես ինչի որոշել էի որ ես պիտի դառնամ որսորդ Դից երեխա վախվանից միշտ մտածում եմ որ ինձ անամ որսորդությամբ զբաղվեմ հենց հնարավորություն ունեցա մի խոսքով ձեռք բերեցի իրավունքներ թույլ տվություններ բան
ընկերներիս հետ պայմանավորեցինք, որ գնում ենք այդ օրը որսի։ Պրոֆեսիոնալ որսորդ տղեկ էին, ինձ կանչել էին իրանց ջրերը լորի որսի բացումն է, գնացել ենք որսորդության ու այս որսորդությունից հաջորդ օրը ես պետք է անենց գամ, գնացել ենք անենց գամ, որ հասնեմ գնամ հարսանիքի ռեստորան։ Բայց մի օր առաջ գնացել ենք, ամբողջ գիշեր այդ տարբեր բաներով որսորդական զբաղվել ենք, խարույկ է, արել մի պրոցեսներ ավելի տակիր։ Մի օր առաջ, մի օր հետ, այդ սիրիկունը պիտի գնամ հասնեմ իմ արևին, այդ մի ժամանակը ունեմ։ Աղջիկս էլ շատ կենթանա պաշտպան, կենթանիներ, կատուներ, փիսիկներ, ջուտիկներ, 7-րդ դասարանի, 6-րդ դասարանի աղջիկ երեխա, բան սանով տարված։ Հիմա այդ որսը արել ենք, հաջորդ օրը ես առավոտը շուտ տենց շարժում եմ, որ գամ տենց ժամը 4-ին պետք է լինեմ զալում, ու նենց գամ հասնեմ, որ տեղավորվեմ, գալիս եմ։ Եկա հասա մի կերպ տուն, ժամանակս քիչ է, այդպես մի քիչ ուշացել եմ, բան է, ասենց արագ։ Ու ես տոպրակով առաջի անգամ իմ կյանքում տանը բաներ են, էլի, հա, թռչուններ են, բաներ են, ասենց բերել են որսա։ Վախերջ երեխա։ Մտա տուն, մեկ էլ աղջիկս ասենց բազել եկա, պապ, ուր ես, գիշերը չես քեզ եմ սպասում, ինչ եղե բոլորս։ Իրիկունը մեր հայացից նայ, ասենց մի հատ Ես ծայրակ գտել, կոտրված թևը, գտել եմ, հիմա բան պայմանավորվել եմ, արի շուտ տանենք հիվանդանոց, որ բան անեն։ Հա, թիվը վերահատեն, վիրակապեն ես, արա նայում եմ տոպրակից, նոր իրակ ազատ թռնում էին, արա, ես հիմա նույն ես, հիմա ես որ սրանցից էր, հիմա ես դի տարեմ հիվանդանոց, որպեսզի վիրահատեմ, դեմ չունեմ տարբերակ չտանելու։ Ես տոպրակս ես փակել եմ, կնոջից ասում եմ, ես տար հետո կասեմ, միտեղ պահի չտեն, դա բան, ու բայց ես պետքա գնամ բան, հարսանիք, սենց մի անգամ բան եմ խնդրում ես, որ արագ հակաբան, տենց քշեցի գնացինք հիվանդանոց, մի հատ տեղից դուրս եկան, բերեցի բան, սենց հաստրեցի, նստեցի մի հատ տաքսով, ինչ որ այդ թռչունին վերցին իրանց մոտ երեխուն ճամփեցի բան, սենց ինձ վազելով գցեցի գնացի ռեստորան, բարի երեկո բաման օպերատորը մեռել է դեմս կանգնած։ Ինչ ես խնդում արա իրան բացել, չի կարում։ Նորից, արա ինչ եղավ քեզ, ես պրծապ, ասեց հորս արև չեմ ջոգում, այդ մոդա է, թե այդ ձևա, հələ մի հատ կոշիկներից նայի, օրանայեցի մեկը կարշլվի, մեկը կապույտ։ Տարբեր կոշիկներ ես։ Տարբեր կոշիկներ տանից, այնց հակել եմ, այդ երեխան վռազում է, երկու տարբեր կոշիկ հակել եմ, մտեց գնացի այդ կենդանիների հիվանդանոց, տեից գնացի խանութ մտա էլեմենտ առա միկրոֆոնի, տեից գնացի զալ, այդքան մարդկանց դիմավորեցի, բարի եկո նորից իջա։ Օպերատորը վերջում տեսավ, հա, պաստորեն։ Հա, պաստորեն կանգնած եմ մի քիչ օբշիկադրեր դրել, վառեց էդի բանը։ Հա, բայց արդեն դու մենակ ես, մեջտեղն ես, արդեն սարի ուշադրության կենտրոնում։ Նայեք, մի հատ ինչի համար էս պատմությունը էլի տապավորվել է։ Ամբողջ պատմությունը իր սկզբից մինչև այս վերջը։ Այդ սուր տրագիկոմեդիայի է, էլի այդ սենց բաներ է, ալիքներ է, որտեղ դու չգիտես այդտեղ այս մասում լացել ես, մասը խնդալն է ու մարդու հետ, հա ու մի ամբողջ օր գնացել ես 10 հատ թռչուն սպանել ես, եկել ես մի հատ թռչունի տեղ բան է թռչուններ, որ դեռ ազատ թռնում էին, պապ ջան, ես պիտի տանենք հիմա բուժենք։ Այն տոպրակը շուտ պահի չկենա, էլի, հա։ Դու գնում ես այս բաների հետևից։ Արա հարսանիքա համադայություն բան դա սա բոլտել երևի արել է գիտեք այդ ընթացքը։ Ինձ նվերները տալուց հետո տենց ավանդույթ կա, հարսը պարում է, այդ հարսի պար ասածն է։ Հա, բան սենց։ Հիմա այդ հարսը պարեց, վերջացրեց։ Գնաց, մի քիչ հետո սենց շուխուրա, ինչ որ սենց իրա դարձություն է, ինչ ա եղել, հարսի նվերները չկա։ Ոսկեղեն, բան, սենց փորը, բան, որ տվել են, հետո անմիջապես ես հրավիրել եմ։ Չկա դե, հիմա եկել են այս իրանց հարսանքավորները, դե մատուցողներն են գնում գալիս, սկզբից մատուցողներին են կասկածում, հետո օպերատորներին, հետո կամած հասնում ենք մեր տները կամած, բայց բավականին հեռու է սեղանու ես այնց հələ որ դրան չէ բան, բայց ավելի շատ գնում են դեպի մատուցողների այդ սպասարկող կազմը ավելի շատ։ Ունեց ստացվեց, որ տենց իրար համատեղ վիրավորանքներ, բաներ ես դուք եք եղել բան, վաղուց բան եմ ասում, այն ժամանակը տենց կամերաներ շատ չէին դեպի զալերում կամ ինչ-որ sense բան, հա, ու մեկ էլ տուրի դմփոց սկսվեց։
զալի սպասարկող անձնակազմ ու հարսանքավոր։ Ուսանք այդ ջրվեժն այդ ռեստորաններից մեկի բակում սպանում են իրար։ Այդպես կռիվ կյանքից մեջ չեմ տեսել։ Ով որ դից հասնում է մորթում են իրար։ Այդ զալում մնացել եմ ես, մի երկու երաժիշտ, մի երկու աման լվացող։ Ես էլ գնամ տենց ինչ անեմ, ոչ այն կողմից, բայց ես էլ կարա որևէ բան անես։ Ասենց ու մի կերպ հեսայի մաման ես որտեղից հայտնվեց։ Պես են ժողովուրդը տղես։ Ասենց մորթում են իրար արցնով են երեկո էլա։ Վայ, ոնց է կորել այս, մենք դիմացն ենք ապրում, ասեցի տանեմ տուն գամ, որ բան չլինի։ Չրվեժ ռեստորանի դիմացն են ապրում։ Ասի միջև հարցը բարի տանեմ տուն չկորի։ Հələ ասա դու հետ կար ասի որ կուրջանը։ Չէ, Ենանք արդեն իրար ինչ ասես ասել են, ծեծել են։ Ասի տանեմ տուն հետ գամ չկորի։ Լավություն արել մարդը, որ չկորի, էլի։ Չգիտեմ որ այդպես կարա լինի, մի հատ հարսանիքներում բանը կենացներ վերջում իբր թե մարևին հումոր եմ անում, վերջանում կենաց ասում պրսնում եմ, ասում ցելի նորապսակներ, ես ձեզ որպես ձեր ընկեր, նաև չգիտեմ ձեզանից շատ խնդրում եմ, նաև պահանջում եմ ու պարտադրում էլ նման բան չանեք, շատ որ լինի առաջին վերջին հարսանիքը ձեր կյանքում, օրհնում եմ, մի քիչ sense հումորի մասին։ Ես հարսանիք եմ անում, դա հերթական այդ ֆրազան արեցի։ Մեկ էլ տենեմ ազզապս զբազելով եկա, մի եպե կարել եք, ինչ է։ Ախպերետում բան պարտադրիչ։ Ասում ինչ ում բան պարտադրիչ եմ հասկանում ինչի մա, ախպեր դու ասեցիր էլ տես բան չանեք, ով է ինչ արենգեր։ Հա, մի կերպ սամ բացատրեցի, որից է իմաստը բացատրեցի։ Հա, բան գնաց։ Նույն ֆրազան ուրիշ հարսանիքին եմ ասում, վերջը թարգեց այդ ֆրազային։ Ապասնի ֆրազը։ Հա, ու հետո պարզվեց, որ այդ հարսանիքի հարսը մի քանի անգամ ամուսնանում է, որտեղ ես եղել եմ էլի թամադա։ Ու ես այդ ֆրազան ասում եմ, ես դիտավորյալ եմ անում ու բազար եմ սարկում եմ գլխին։ Բայց դու տեսել ես Չի, այսինքն բայց էլի դու ես վարած եղել հարսանիք։ Էլի ես եմ վարել։ Չոր գործով գնում եմ Վրաստան, հասա սահմանը անցնելուց, երկու հատ բան սահմանապահ շատ վրդոված, վիրավորված, բայց միևնույն պահին այտենց կյանքի անարդարության հետ կապ արդեն հարմարված մոտեցան ինձ։ Ես նոր մեքենայի առել ջիպ էր, մեծ ջիպ էր, դա պատմում եմ 2010 թիվ, այտենց, հա, այդ ջիպով այտենց պանիկը լավ վդով ջիպ էր, սենց գնում։ Ես հիշում եմ ոնց որ այդ ավտո։ Հա, X-Terra սենց մոտեցան ինձ, կովտում, հա, դմերը դերասաններ չէ, հոյ չկա, մարդ եմ,ար ավտոյա գնում եմ, էլի, աղբեր ես ինչ անարդար է ամեն ինչ, ինչ ցավը տանեմ չեմ ջոգում, նոր շեֆը տանցավ մի հատ ուֆտա Mercedes-ով էր, դու իր հետևից ջիպը, տենց ես միշտ կծե իրար։ Լյովն է եղել։ Մուրադյան Լևոնը անցել է ատեղով Mercedes-ով, հիմա կինոյից ասոցացրել են ինքը իմ շեֆն է, ես իր շոֆերը, արես ինչ անարդար է։ Անարդար կյանք է, դու ջիպ ես։ Շոֆերը ինչով է ման գալիս, շեֆը ինչով է ման գալիս։ Արա բաններ, իջևաններ շատ հետ, ասեց աղբեր, նոր մտել եմ զալ բան, ասեցի, իսկա գնարոտ ոնց հա, ասեցի Տիգրան, ասեց, վայ շատ ուրախ եմ վրեժ ջան։ Շատ ուրախ եմ վրեժ ջան։ Վրեժ էր հիշում իր համար մեկա վրեժ ես։ Բայց մի հատ նավսակի հարցել է, Տիգրանը ուրախ է վրեժ ջան։ Մոտեցած էց արեց, գնում եմ փողոցով անցնում եմ, մի հատ կին երեխու հետ սենց ձեռքը բռնած, վայ բարև ձեզ, բարև, ճիշտ ասած երեխան տեսավ ճանաչեց, կարելի է մի հատ նկարվեք իր հետ, բան, էլ այդ վրեժի լավ ախտերն է, բան, բան, սիրո, բան, երեխան եկավ կանգնեց կողքս, բան, մաման նկարեց ծռախոսով, անցանք մաման ու երեխան սենց, ես առաջ, ու հետևից մամեն ջաջանով էր։ Այ լավար է, մամեն ջաջանով։ Ոչ էլ գիտի էլի։
Հա, Մի հատ էլի պատմություն, որ կհիշես թեկուս հանդարտից, չգիտեմ։ նայեք, հիմա ուզում եմ ասեմ, որ այս պահին նոր ներկայացման պրեմիերա ենք պատրաստվում Լոռոց Սակոյից բացի, կոչվում է Կարմիր կանաչ, մեր Կարմիր կանաչ տունը։ Շատ հետաքրքիր պատմություն է էլի տրագիկոմեդիայի բանի մեջ, գլխավոր դերում Տիկին Ջուլիա Ստեփանյանն է, շշմելու դերասան։ Այս կինը բեմի վրա երբեմն անում է ոչ դասական, ոչ ակադեմիական, ոչ թատրոնի, ոչ դերասանի կարգ ու կանոնի ակադեմիական բոլոր նորմերի ճիշտ հակառակ բաները թքած ու ինչ ուզում անում է, բայց ոնց է հանդիսատեսը դա ընդունում, ոնց է սիրում, ոնց է հասկանում ես երևի ճիշտ ինքն էր, ինչ գծագրություն, ինչ այբուբեն էլի անել, արա ինչ ուզում ես հանդիսատեսդ հավատա, ինքը այդպես հավատացնում է։ Մտքովս մի հատ բան անցավ, մի հատ զանգեմ իրան հիշացնեմ, տեսնեմ ինքը պատմություն կհիշի, որտեվ նռնի ներկայացման հետ, այս ներկայացման հետ զանգեմ մի հատ։ Давай, հետարքիր կլինի։ Սա բան կլինի, որ ստեղ է, բայց Հա, փորձի էր այնտեղ ես։ Հայաստանում է, էլի, չէ՞։ Հա, հիմա փորձի է Հայաստանում, հա։ Տիգրան ջան, զբաղված եմ, Չէ, չեմ դե կարող։ Կանադա չենք զանգում, ստեղ հələ ասենք։ Հիմա փորձի եմ, չեմ կարող, զբաղված եմ։ Շասի զբաղված է։ Հա, Տիկ ջան։ Բարև ձեզ Տիկին Ստեփանյան։ Բարև, ցավը տանեմի չայրել եք, անտապ ենք Այս առանձին խոսանք, հա, երեք հետ կապված անցավ։ Լսի, ես հիմա բանի եմ, եթերի եմ նստած։ Ահա, տենց խոսեցինք, եկանք հանդարտով, եկանք նռնենիով, եկանք որ հիմա փորձեր եք անում, ու ինձ մարդիկ խնդրում են, որ ես պատմություն պատմեմ, որը տենց հետարքիր է, խնդալու է եղել բան, չհիշեցի հիմա ուղի չէ, ուղղակի նկարման մեջ զանգել եմ, միկրոֆոնը բարձր, որ դու մի հատ պատմություն հիշես հանդարտից եւ մեր նռնենուց եւ մեր մյուս ներկա խնդալու ինչ-որ բան հիշում ես թե չէ։ Հա։ Հələ մի հատ պատմի էլի։ Հա, ես։ Հա, բա ես ասում եմ ես։ Հա, ես գիտեմ ասում եմ քեզ այն ասում եմ։ Ինձ ասում են պատմի, ես էլ ասացի ես չեմ հիշում, Տիկին Ստեփանյանը կհիշի։ Այն քայլում է մի բան սարքում է։ Պատմի նռնենոց, որ դու կանչում ես ինչ որ բաներ ես ասում, ես պատասխանում եմ, դու բրտարկո կանչել ես, դու հելակ գնում ես ներկայացման ժամանակ գնում էր որ մտնեիր ներս ռեստորան, արդեն բրտարկել ես։ Ես հանկարծ խաղի ժամանակ տեսա քեզ ու ասի կագո, էդուր ես գնում։ Արա դու գիտես այս ակալսեպ կոֆե խմենք դրան նայ։ Ու դուրի շարունակի հարը որ պես չկաս։ Ներկայացման ժամանակ ասել։ Ներկայացման դեկան պատմելու։ Իսկ մեր հյուրախաղերից բան հիշում ես։ Հյուրախաղերից վայ որ մեկը հիշեմ ենքան համու բաներ ա եղել, չէ, մի կոնկրետ որը հիշեմ։ Լավ, բանը հաղորդման տղաները հրավիրում են, հետո կզանգենք հրավիրեն, կգաս այդ պատմությունները կպատմես։ Ապրես ցավը տանեմ։ Փորձեք անում։ Հա, փորձենք անում։ Այս վերջացնում եմ։ Ապրեք։ Տիկին Ջուլիա, մեր բարևները մենք ձեզ մեծ սիրով սպասելու ենք մեր հաղորդմանը։ Նայտիկով կգամ, եթե տիկոս է գալիս, ուրեմն ես էլ կգամ, թե չէ ես հաղորդումներից հրաժարվում եմ։ Բայց որ դուք մեզ տեսնեք, կիմանաք ում հաղորդումն է, կգաք։ Ում հաղորդումն է։ Մեր հաղորդումը։ Անում է ինչ է դեր։ Խոհանոցումն է, Գևորգն է, որ մի շաբաթ առաջ ձեր որդի էի խաղում սերիալում։ Հա։ Լավ, ցավը տանեմ։ Լավ։ Դավայ։ Սպասենք։ Նեդարքի բանա փոխվել, այն վաղտ որ հարսանիք, համադայություն հեռախոսի հետ կապված էր բան, դա զանգար, փոխկնաց աշխատեց բան, միշտ հեռախոսը կպած էր, ամեն զանգը բան ապեր, բան, մարդիկ ավազ զանգել են։ Հիմա որ դա տենց մեծ հաշվով սառած երկրորդ պլանում է, հիմա ավելի ստեղծագործական ու ավելի բանի մեջ ես, ու այդ զանգերը խանգարում են հեռախոսը սենց անջատում շպրտում ես։ Փորձնում ես դու։ Հիմա շատ ճիշտ դրել ես։ հանդարտ տեղ է, էլի։ Ես ստացվեց այս պատմությունը, դու այդ ներկայացման ինքը բեմում է եղել։ Ավելի բան անեմ։ Մեր նռնենու ներկայացման մեջ կա կերպար, որը հարևան Տիկին Ստեփանյանը հարևան ու դերն է հիմնական
բանի ինքը անդադ գալիս է գլխավոր կերպ Լուիզ Աղամբարյանն էր, այդ բաներ են ունենում, խոսակցություններ, ուղղություններ է տալիս, էս։ Տան կենց աղա ինքին է, կոֆե բաժակն է, բայց շատ խնդալու իր պատմությունները բերում է, ուզում է փսակի, փսակված չի, ուզում է մի հատ մեկին տեսել է դրա հետ։ Ինքը անդադ գալիս է, մարդը տակից գոռում է էներգիայից, աստղիկ, արա հրաշից պրիբորուրա, չգիտեմ գրողից կենց աղա եղոց, աստղիկ, էս բանս ուրա, ստեղ մարդու կնկաս այս պատմությունա, տենց ինքը շատ կարևոր իրադարձության մեջ որ սրվում է հարաբերությունը տենց այդ հարևանների մեջ մեկ էլ անկապ տես գոռում է ինքը տենց փափուկա դարձնում խնդում են բան մեկ 3-4 տեղ ասեց բաց տեղա բան հանդարտ այդ բեմ ասած ներքևն է տես մի հատ ընդից գոռում եմ պրծավ արդեն էլ բան չունեմ անելու ես խելոք բարձացա որ գնամ են հետևային ռեստորանի կողքով դե սպասեմ պրծել եմ որ եկա սենց անցա մեկ էլ բեմից աչքը առավ ինձ գագո արիստելը Հələ շուտ գնա կոֆե խմելու։ Հիմա ինչքան խնդալություն իմպրովիզացիան ես ինքը իբրտեմ արտուկալիկ եք պատկերացրու։ Ես ընդ իբրտեմ իմ ձայնից չեն տենում, հասկանում եմ որ ես կարամ իր ամուսինը լինեմ։ Արա բեմի վրա պալի տանում որ ես եմ իր ամուսինը։ Աուես գագո հələ շուտ ստեյց հետ դարի։ Ուր ես եկես ստեյց։ Ինչ ուզում անում է։ Ունիկալ դերասանուհի է։ Տիգրան ջան, մեր հաղորդման մեջ ունենք տես մի հատված, որը կոչվում է մեղքերի թողություն, որևէ մի մեղք, չակերտավոր մեղքի մասին է խոսքը, որ օրինակ եղել է քո այդ փոքր ժամանակ, որ այդ մեղքը գործել ես, չես խոստովանել ու հիմա կուզենայիր հանրային խոստովանել եւ ներողություն խնդրել այդ մեղքի համար։ Ինչքան փոքր, շատ է մեղքեր արել։ Չկարողա 3 առաջ կարող է 3 առաջորնա, կարող է փոքր ժամանակը։ Մենք ուղղակի փապկացնում ենք, էլի, որ տենց փոքր ժամանակվա տես չարաճճություն, որ մեղք։ Չէ, 3 առաջորվա մեղքը արդեն էլ մեղք չի, եղք է։ Ապա Պատմեմ երկու դրվագ, որ միշտ ես հիշում եմ ու ամաչում եմ, թե ես խի այդ բանը արեցի։ Մեկ փոքր երեխա է տենց եւի 5-6 տարեկան, այն ժամանակ, չգիտեմ, սովետի ժամանակ երևի բոլորս ապրել ենք, պոչտատարը բերում էր թերթերը սենց կապոցով դնում էր մուտքի մոտ, սենց հերթով տանում էր դնում էր 6 պայրես դեր, հետո գալիս էր բացում էր, հերթով գցում էր այդ բանը ալբորտի մեջ, բերեց դրեց ու դրա հետ հիշում եմ լիքը նաև ծրարներ, նամակներ ինքը դրեց, ես վերցրեցի մի քիչ ներքև, դրեցի ու վառեցի այդքանը։ Հետո դրանից հետո լիքը պատմություն իմացան, պատժվեցի ես, բայց միշտ հիշում եմ, որ այդ օրը ինչքան մարդիկ կարային այդ նամակներին սպասեի, ինչքան ճակատագրեր կանդվեց, ինչքան բաներ, որովհետև ժամանակ պատմում նամակ, եսի որտեղից կարար, եսի մեկը հրավիրել ամիսը եկած այս մեկը, Պրոստատիկոտ, 5 տարեկան լուցկի ա եղել, ջեբը, տենց թրծել է, օպ, թույ մատերիալ է։ Դա չգիտեմ ինչի, տենց վառեցի, որ միշտ այդ մեղքի զգացողությունը։ WhatsApp-ը չկար, որ զանգեր վիդեո խոսայր, մարդիկ նամակ էին գրում, մի ամիսը սպասում էին, որ գնար հասներ այդ նամակը, խաբարագար, որ ինչ որ Ես այդտենց դպրոցի պլակատն եմ վառել։ Մի ամիտ կպանգավ են, մեր դպրոցի առօրյան ու նկարներ են սաղին դասարաններով, բան, մի ամիտ կպանգավ պոկվավ էլի, էտի ասի վсё նախ խոսակցություն ավրես, պիտի վերացնեի այդ ուրիշ ձև չկա։ Դե չէի կարա հանեի դպրոցից դուրս բան տարակուլուլեցի զուգարանում դրեցի, բանեցի ու փախա։ Սպասի, քո հերթներ կգա, գնստես այդ աթորին։ Մի խոսքով ներողություն եմ մարդկանց, ով որ սպասում էր խաբարի, էլի վարական գիտեք մեղքը անխուսափելի է, դու երբեմն քո ճշմարտության մեջ քայլում ես, քո ձգտումներին ընդառաջ ես գնում, բոլոր օրենքների համաձայն, բարոյական օրենքների համաձայն, իրավական օրենքների, քաղաքական օրենքների, որպես քաղաքացի քայլում ես գնում ես քո նպատակի համար։ Ու հետո օրվա վերջում հասկանում ես, որ նպատակիդ հասնելու ճանապարհին ցավացրել ես մի քանի հոգու, որտեվ տենց դառել է, նեղացրել ես, հետո ընկնում են բաների մեջ, ինչ որ ապրումների մեջ տեղի տենց եղավ, այդ բան չես գիտակցում, բայց ճանապարհ չկա։ Սովորական մեր ոլորտում ենթադրենք մի քանյակում տենց եղել է կաստինգներ եմ արել, դերասաններ եմ հրավիրել, մանավանդ ներկայացում ունենք երեխեք են խաղում։ Ու կաստինգը հրավիրում ես երեխուն կամ դերասանին, որը պատրաստ է ոգևորված է, ինքը ուզում է գա, աշխատում ես հետո 1-2 բան
քո նպատակն է դու ընտրես լավագույնին, որպեսզի քո գործը լավ լինի կամ համապատասխան լինի լավագույնն ասելով, կերպարիդ համար լավագույնի։ Ու այս 4-5 հոգուց այս մեկին ընտրում ես, այն 3 հոգուն ասում ես բարի ճանապարհ։ Հետո դες հուզված գնացին։ Ինչ որ մի տեսակ գնացին, հիասթափված գնացին։ Այդ պահին չես անտեսում։ Դու քո նպատակին հասար, ես դերասանն հետ ունեցար քո ճանապարհը։ Հետո վերջում ասում եմ, բայց ինչ ապրումներ ա ունեցել։ Հիմա հիասթափվել է, կամ չի հիասթափվել, կամ հիմա ինչ էլ մտածեց։ Կարող է ոչ մի բան չի մտածել, բայց ես սենց սկսում եմ բան անել ու մեղավոր եմ զգում ինձ։ Չէ, ասել է դժվար է, էլի։ Մեղավոր եմ զգում ինձ, չէից բաց էլի, դու իրան տրամադրում ես, որ ես բան, ինքը չի եկե խնդրել, դու իրան ասել ես, արի ես քեզանից տենամ կարամ բան ստանամ, ես նպատակ ունեմ ստեղի, հա, քո ներսում։ Մի հատ լավ պատմություն հիշեցի, մեր պետավտոտեսուչների հետ կապված, միջայլոց շատ հարվում սիրում եմ, թե բարեկներին հիմիկվա, թե այն ժամանակ ես երբեք որևէ բան չեմ ունեցել, մի շծենց թե կադրից տեսնելու, հանրային մարդ լինելու լավն են, բոլորը պատրաստական։ Մի անգամ մեքենայով գնում եմ, հեռախոսով խոսում եմ, ընկերոջս Պոնչիկանոցի մոտ եմ տի գնամ, բժշկականի մոտ, ինձ վերցնեմ իրան։ Հեռախոսով խոսում եմ ու կարդաց մեքենայի համարները, հասկացա, որ հեռախոսով եմ խոսում, խախտում եմ արել, լակտիաբար։ Էլի չի խախտում եմ արել լակտիաբար։ Կանգնեցի ու շարունակում եմ խոսել։ Այդ պահին աչքս առավ այդ մեքենայից մեջ մագնիտոֆոնը պուլտով էր։ Սենց դրած էր, այնպես բան։ Հեռախոսը դրեց այդ պուլտը դրի ականջիս։ Սենց կանգնել եմ, եկա ներկայացա բան, ասում ինչ խախտում եմ արել։ Չի կարելի հեռախոսով ղեկին լինել երթևեկություն։ Ասեցի, բայց հեռախոս չի, ասեցի, բա ի՞նչ է։ Ասի մագիս պուլտ է։ Ասեցի, բա պուլտը խես դրի ականջիդ։ Սա է ցավատանում իմ պուլտը չի, ուր կուզեմ կդնեմ։ Խախտում եմ արել։ Վայ դու տենց հումորը չես կործնում բան։ Սենց խնդացիք բան գնացիք։ Մերում եմ խնդալուց հասա ընկերոջս Վահագի մոտ։ Ասի Վահագ, ասես բան եղա, ասի արա բայց արի մի հատ պատմելու չի էլի, արի մի հատ էլ անեմ տես էլի։ Արա դու աննորմալ ես ինչ ես, արա մեծ մարդ ես, ախ ճանաչում է, արա խնդրում եմ էլի, արես հումորը նորից անենք էլի։ Պատասպեցի սենց ինչ օպերայի մոտով, բաց սենց կանգնած են տղեկը բան, այն վաղ պետ ճանապարհային, հա, ոստիկանություն այս վիճակներ։ Բարեկայինը չէր։ Բարեկայինը չէր, հա, մյուս բան սենց։ Ես ասում եմ 06 թվեր։ 06 թվերը, հա, սենց։ Չէ, բայց բան, Քեմբրիներն էին։ Սենց պատատվում է բան, հասար նորից սենց անգծված է ռախոսը դրել եմ, լկտիաբար նորից սենց քշում եմ բան, որ պետք է կանգնացնեմ բան։ Ու տենց մեկը տեսա գալիս ասի, բագուշ հադրի նայի, բան, սենց եկավ, դու կայնացրեց, կանգնացրեց, ցանեցի փոխեցի դրեցի սենց։ Եկավ ներկայացավ, ինչ խախտում եմ արել, ձեր մեքենայի հետևի ստոպները չի աշխատում, քիչնեք։ Հիմա մեկ ավելի հիստերիկ եք ծիծաղում, չի հասկանում ինչ է։ Չի համարեք ծիծաղում։ Վայ, Լրիվ ուրիշ խախտում, էլի։ Չգիտեմ էդ։ լավն է։ Դիք ջան, շնորհակալ ենք քեզանից։ Շնորհակալ եմ ձեզ։ Համ այսօրվա համար, համ ընդհանրապես այն ամեն ինչի համար, որ դու անում ես ու շատ լավ ես անում, որովհետև այն որ չգիտեմ, լավ բան ես անում, սաղիս համար ես անում։ Մենք ուզում ենք, որ այդ ուժը քո մեջ չվերջանա, եթե պետքա գյոմակ կլնենք, ինչա պետք սվարկակա անելու գամա։ Ձերից ամեն ինչ գալիս է, բալգարկա, սվարկա։ Իդի տիկոն ձերից գործի։ Ցավը տանեմ, ապրես, այսօր համար կրկնակի շնորհակալ ենք, որ ժամանակ կդար այս ամեն ինչից կտրվեցիր ու եկար մեր հետ զրուցեցինք, լավ բաներ հիշեցինք։ Հրաշք մարդ ես, հրաշք գործով ես զբաղված ու սենց այսպես հրաշք նվերել մեր հրաշք գործընկերոջ կողմից ուզում ենք քեզ փոխանցել։ Այ Հələ նայ, հենց հայկական նայ մեր սաղ եղած չեղած սաղը տեղ այ։ Ստանդարտի մրգերը մեջն է։ Սարլի ընկերությունն է, որը ուրիշ մարտներ կխապեինք, բայց դու մեր ընկերներ չեն խապի, օճառներ են բնական հումքից պատրաստված։
Բայց դու կարաս։ Ես էլ ուզում եի ուտեի։ Դու ուրիշ մեկին խափես։ Անդրուշը կերել է միջայլից։ Անդրուշը, հա։ Օճառը որ նվիրում եք ուրիշ ակնկալի։ Չէ։ Բացարձակ սապոնվելու մասին բացարձակ խոսակցություն չկա, սա օճառը։ բնական հումքով հայկական օճառ կա։ Հայկական սապոն։ Շատ սիրուն է, բայց դա բան է նաև շատ հայկական լիքը մարդկաց կարելի է։ Նոր տեխնոլոգիաներ։ Չէ, շնորհակալություն, շատ սիրուն է։ Բարով լվացվես, բարով լվանաս Տիգրան։ Եղավ, շնորհակալ։ Բայց այդտեղ երկտող կա, կարող է բարձր կարդանք ասենք։ Հա։ Դու էլ ես այս կարդան։ Հա, դե բոլորս էլ Մեր տարեկից հետո սա Մրգի բույր կա ամենտեղ, համով, քաղցր ու հյութեղ։ Արտես չէ, այլ Այգեստան։ Անունը Հայկ Հայաստան։ Շատ սիրուն։ Այո։ Տիգրան Գյուլումյան, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Բաժանորդագրվեք մեր էջի։ Կոմենտեք ու լայքեք։ Ոտ կասեն։ Եղավ։